Որ հայրենիքի։ Այն հայրենիքի, որ Նժդեին կոտորել են և մեզ տարել են ազգերի բանտ, իմ հայրենիքը բռնազավթված է եղել ռուսական կայսրության կողմից։ Ինչու մենք այսօր չենք նշում Մեքսիկայում, Ամերիկայում կամ Թուրքիայում ունեցած մեր մարշալների օրերը։ Հայաստանի իշխանություն չի սա։ Հիմա Նիկոլն ասում, թուրքը աղբեր է, ինչի եք ապստամբում։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցը ազատամարտիկ Գագիկ Սարոխանյանն է։ Բարև ձեզ, պարոն Սարոխանյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Շնորհակալ եմ, Լավելի։ Սիրով, պարոն Սարոխանյան, 1992 թվականի մայիսի 8-ին մենք ազատագրեցինք Շուշին եւ մայիսի 9-ը մեզ համար դարձավ եռատոն մեր հաղթանակին, հայրենական պատերազմում տարած հաղթանակին ավելացավ եւս 2 հաղթանակ, այն է Շուշիի ազատագրումը եւ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծումը։ Այսօր ինչ կարևորություն, ինչ խորհուրդ ունի այս 2 տոները, երբ չկա Արցախը։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալի, բայց գիտեք ինչ կա, կարծես թե 3 տոններ, հա, ազգային տոներ են, մեր ազգի համար վճռորոշ ինչ-որ ճակատագրական։ Մեր փարահեղ էջերից են։ Հա, փարահեղ էջերից են, բայց գիտեք ինչ կա, իմ քաղաքական հայացքները այնպիսին են, որ տոներից մեկի, առնվազն 2-ի, լավ, սենց ասենք, տակը քողարկված դավադրություն եմ ես տեսնում։ Նայեք, այդ երբ որ ասում են Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր, դրա մեջ մեծ դավադրություն կա։ Ճիշտ է, այդ դրոշի, այդ անվանման տակ մարդիկ գնացել են, զոհվել են, չեն զոհվել, հաղթել են, ինչ-որ, բայց դուք պատկերացրեք, վաղը Թավուշի վրա են հարձակվում եւ մենք ստեղծում ենք Թավուշի բանակի օր։ Թավուշի բանակ, ոչ, պարոն Սարոխանյան, Արցախի պարագայում այլ էր։ Ոչ, այլ չէր, որովհետև դավադրությունը նրա մեջ էր, որ ի սկզբանե, այ երբ որ մենք ունեինք 12 պատգամավոր մեր գերագույն խորհրդում Արցախի կողմից, եւ դա այդ տենդենսը պետք է պահպանել մինչև վերջ։ Մինչև վերջ Արցախը Հայաստան էր եւ վերջ։ Այսինքն դավադրությունը նրա մեջ էր, որ մարդկանց մեջ մտցրեցին, որ նա անկախ պետություն է։ Նրանք մտածեցին, որ անկախ պետությունը պետք է ունենա անկախ բանակ։ Ինչ-որ եւ այդ անկապությունները կապված Արցախի անկախության, Արցախի բանակի, նրա ֆինանսավորման, նրա քաղաքացի ունենալ չունենալու հետ մինչ օրս դրա հետևանքները, որ այսօր Արցախի ժողովուրդը քաշում է։ Հավատացեք ինձ, այդ դավադրությունները շատ խորքային են։ Ես չեմ ուզում վիրավորեմ ի սրտե այդ տոներին հավատացող մարդկանց։ Ես ինքս եմ մասնակցել, ես ինքս եմ անցել այդ ամբողջ ճանապարհը, հա, Արցախի ազատագրման էր, բայց երբ որ տեսնում եք քաղաքական դաշտում, ինչ ձևի շեղումներ էին կատարում, եւ տեսեք, վերցնենք մայիսի 9-ը որպես հայրենական պատերազմ, որ հայրենիքի, այն հայրենիքի, որ Նժդեին կոտորել են եւ մեզ տարել են ազգերի բանտ, բանտում, դա իմ հայրենիքը չի, իմ հայրենիքը Հայաստանն է, իմ հայրենիքը բռնազավթված է եղել ռուսական կայսրության կողմից, իմ հետո զորով, վայնկոմատներով տարել են բանակ, եւ երբ որ ես նայում եմ տոկոսային հարաբերությամբ, ոնց են կոտորել եւս մեկ ցեղասպանություն հայ ժողովրդիս համար, հետ ինչ հայրենիք։ Պարոն Սարոխանյան, բայց Սովետի խորհրդային միության դաստիարակությամբ մեր տղաները ազատագրեցին Շուշին, խորհրդային տարիներին մենք ունեցանք 4 մարշալ եւ վերջիվերջո ինչու մենք այսօր չենք նշում Մեքսիկայում, Ամերիկայում կամ Թուրքիայում ունեցած մեր մարշալների օրերը։ Դա իմ համար օտար է։ Եվ այդ մարշալները ազատագրել են, սենց գնացել են Խաղաղ օվկիանոսով, ինչ եղբայրական ազգ։ Խաղաղ օվկիանոսով մինչև Բերլին են հասել, սաղ ազատագրել են այդ 4 մարշալները, բայց մի հատ իգդիժ գյուղ չկարողացան ազատագրել։ Ինչ հայրենիք։ Ուրեմն, մենք բռնազավթված ազգ ենք, հետո գնում են ուղեղների լվացում եւ դարձնում են մեզ բռնազավթողներին դարձնում են մեզ համար հայրենիք։ Հիմա տեսեք, նույն Արցախը ով է փոխանցել
բռնակցել Ադրբեջանին ռուսական կայսրությունն է։ Բայց եթե Հայաստանի իշխանությունը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմը, երրորդը Հայաստանի իշխանություն չի սա։ Սա ռուսական կայսրության կողմից արևմտամետ խաղացող, այսպես Զադանյան, ասենց ասենք, առաջադրանքը ստացած գնում են ու իրանց Պրագայում եսին ինչեր են անում։ Դե լավ, Պրագաներ չկար մինչև այդ, բայց մինչև այս պատուհասին իշխանության բերելը, թող նախկինները ճանաչեին, թող նախկինները բարձրացնեին, որ Հայաստանի պարագայում միակ օրինական սահմանը կարող է լինել միայն ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ Արցախը, եւ Նախճիվանը, եւ Հարսը, եւ Իգդիրը, եւ Շամխորը, եւ Գետաշենը, ինչու դրա մասին չեն ասում, ինչու էին օրինականացնում մարդասպան Աթաթյուրքի եւ դավաճան, ես չգիտեմ ինչ եմ, հիվանդ Լենինի գծած խելքից դուրս գծած ինչ որ գծել են։ Երկու անօրինական պետության այդ ժամանակ, երբ որ այդ սահմանները գծում էին, եւ Թուրքիան էր անօրինական, եւ Ռուսաստանը օրենքից դուրս էին, պրոստը վեկալ իրանց խելքից դուրս գծել էին, ստերից էլ խելքից դուրս արնաբու բոլշևիկները վեկալ այդ անօրինականացնել էին, ասում են թուրքը աղբեր է։ Հիմա Նիկոլ էլ ասում, թուրքը աղբեր է, ինչի եք Ստամբուլ։ Ինչի եք Ստամբուլ։ Չէ որ այն ժամանակ էլ այդ նույն բոլշևիկները ասում են, թե թուրքը աղբեր է, տվել է Արցախը իրանց։ Այդ տվածը ճանաչում էիք, չէիք ասում, որ սա ապօրինի է, որ բոլշևիզմը դա մարդկության չարիք է։ Ուրեմն մինչև Հայաստանի իշխանությունները այսօրվա, երեկվա, վաղվա չընդունեն, որ ֆաշիզմից ավելի բետար, ֆաշիզմից ավելի արյունաբու ռեժիմ դա բոլշևիզմն էր, եւ պետք է Հայաստանի պարագայում դատապարտեն բոլշևիզմը, ուրեմն ամբողջը կմնա նույն հարթության։ Բայց լավ, մեր հայերը ինչու են գնում Ռուսաստան, ամենամեծ հայերը մենք Ռուսաստանում ունենք եւ հայերի համար էլ ամերիկանաչարիկ, մեր հայերը ինչու են գնում Ամերիկա։ Պարոն Սարոխանյան, նաև նշեմ այն, որ մեր զինվորականները Ռուսաստանում են կրթություն ստանում եւ առ այսօր 2023 եւ 2020 թվականին քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը, հայոց բանակը ռուսական զենքով պատերազմեց, ռուսական դեռ AK-74-ով նա պատերազմ ունած։ Ինչու՞։ Մոնտե ռուսական ոչ մի բառ չգիտեր։ Լեոնիդ Ազգալյանը ֆիզիկոս էր, առհասարակ զինվորականության հետ կապ չուներ, գրքերով բացում էր ռազմական ինչ-որ բաներ էր սովորում ընթացքում, իր ոգին ապեր։ Դե հիմա Սամվել Բաբայանը ոչ միտեղ կրթություն չի ստացել, բայց գլխավորեց ինքը պատերազմը։ Այսինքն պետք չի նշել, որ ռուսական զինվորական եսի ինչերում են սովորել։ Ես կասեմ ավելին, ռուսական զինվորական միտքը հենց հայերն են զարգացրել, Սուվորովիչը Կուտուզովներից սկսած։ Պետք չի այդ աստիճան ռուսամոլ լինել եւ կախված լինել ռուսներից։ Ռուսը այն չարիքն էր, որ իր ոտը հենց դրեց Հայաստան, մեր Հայաստանի տարածքները սկսեցին պակասել։ Պետրոս առաջինից սկսած։ Ես մեջ բերեմ Պետրոս առաջինի բառերը, երբ որ նա սուլթանի հետ հանդիպեց։ Ասեց կայսրության, Օսմանյան կայսրության արևելքում բնակչություն կա, հայեր են կոչվում եւ իրանք քրիստոնյա են։ Շատ ժամանակ իրանք տենչում են ազատության, ապավինելով ձեզ։ Ինչ խորհուրդ կտաս, ցար, ինչ անեմ։ Ցարի բարերը, ցարը դա Պետրոս առաջինն է։ Կոտորեք ձեր ընդմետություն, կոտորեք։ Դա է ռուսական կայսրության վերաբերմունքը հայ ժողովրդին։ Ուրեմն որպեսզի հայ գոյություն չունենա եւ ընդամենը գոյությունը նա ինչ-որ մի զանգված, որը հայ կկոչվի, բայց լինի ռուսական տիրապետության տակ, որի միջոցով ինքը կտիրապետի այս մերձավոր արևելքը, դա Ռուսաստան այդ ծրագիրն է իրականացնում։ Լավ, այդ դեպքում ինչու 2020 թվականին Ռուսաստանը ռուսական խաղապահ զորքը գնաց Արցախ եւ դեռ այնտեղ 6 զոհ տվեց, ընդ որում երկուսն էլ փոխգնդապետ էին։ Ինչ տվեց։ Հայերն տեղավոր, որ Թուրքիան ինքնաթիռ խփեց քծեց Թուրքիայում, հետո ներեցին պամիդորով առան այդ արունը, վերջացեք, ես տեսնել եմ տասնյակ հաղորդումներ, որտեղ Շոյգուն եւ մնացած այլ պաշտոնյաներ ասում են հիանալի համատեղ ռուս-թուրքական օպերացիա Ղարաբաղում։
Սա է բանը, այսօր գիտեք ինչ կա, ես կողմնակից չեմ, երբ որ գիտեք ինչ կա, հներն ասում են Նիկոլը Դավաճյանը տվեց, այո, դա միանշանակ, դա 1000%-անոց ճիշտ բան է, կներեք, 1000 չէ, 500%-անոց, ինչու 500, որովհետև երբ որ Նիկոլը ասում է, որ նախկիններն են մեղք ունեն, 500% էլ դա է, 2-500-ը միացնում ես, դառնում է 1000%-անոց ճշմարտություն, սրանք երկու թմերներ, մի դաշտի վրա աշխատողներ են, ովքեր են այդ դաշտերը, ռուսական կայսրության հատուկ ծառայություններ։ Լավ, պարոն Սարոխանյան, Ռուսաստանը չարիք է եւ մեծ եղբայրական ազգ չէ, այլ ընտրանքը ո՞րն է։ Այլ ընտրանքը։ Այո։ Քաղաքագիտաշորը։ Ո՞րն է։ Այսօր մենք տեսնում ենք այլ ընտրանքը։ ԼԳԲՏ։ Ինչի ԼԳԲՏ։ Հետո ձեզ ասել։ Մի հատ օրինակ ցույց տվեք, քանի ընտանիք եք դուք անձամբ ճանաչում Հայաստանում, որ շաբաթ կիրակյա սովորական առանց որևէ եկեղեցական տոնի գնում են ընտանիքով հանդերձ եկեղեցի ճանաչում եք այդպես ընտանիքներ։ Այո, ճանաչում են, կան։ Քանի մատերիալական ստացույց չէ։ Դե հիմա տարբեր մարդիկ, բայց ամեն դեպքում պահում են։ Ես մասսայական եմ տեսել դա Եվրոպայում, երբ որ սովորական ընտանիքներին քրիստոնեական ասեն գնում են եկեղեցի բան, ինչ ԼԳԲՏ։ Լավ, մեր անվտանգային հարցերին, մեր ԼԳԲՏ-ների անունները տան Հայաստանի կառավարությունում եւ սկսած Ռուսաստանի շոու բիզնեսներու իրաց կառավարությանը։ Տեստե պրոստը գիտեք ինչ կա։ Տաղավարի ընդունված չի էտի ասել դե լավ կան, իրանք դե կան, ով այդպես ասի անվար հետ խաղա էլի, բայց իրականում կա, այդ ԼԳԲՏ-ն եկել է Ադրբեջանից ու բանից, Թուրքիաներից։ Լավ, պարոն Սարոխանյան, Արևմուտքը մեզ ամեն ինչ խոսք է տալիս, տնտեսապես հզորացում եւ այլն, բայց մեր անվտանգային առաջնային խնդիրը մեզ համար անվտանգային խնդիրն է, լուծում է ինքը դա այդ խնդիրը, ինչպես։ Շատ հասարակ։ Այդ երբ մենք ցանկացել քաղաքակիրթ դառնանք, որ այդ մարդն էլ ասում է դե պաշտոտ քաշի։ Այսօր մենք պարզ տեսնում ենք։ Հիմա նայեք, մենք այսօր պարզ տեսնում ենք։ Աշխարհը կիսվել է երկու մաս, գնալով ավելի է սրանալու։ Ուղղակի ժամանակին, երբ որ մենք ճիշտ կողմնորոշվեինք, մենք այսօր ավելի ձիգ կլինենք, ավելի պինդ դիրքորոշված կլինենք։ Հիմա տեսեք, Ռուսաստան, Բելարուս, Ադրբեջան, Հյուսիսային Կորեա, Չինաստան, Տաջիկստան, Թուրքիա, ինչ կան բռնատիրական ռեժիմներ կան, որ մարդը իրանց համար вообще արժեք չի։ Առհասարակ, մի թիմ են։ Են կոմը Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Ամերիկա, իրանց ԼԳԲՏ-ներով, յանի։ Իսկ Ուկրաինայի եւ Բայց Վրաստանի իրանց Մերսեդեսներով, BMW-ներով ու իրանց ճոխ մեբելներով, հագուստներով, ուտելիքներով ու շորերով։ Այսօր սաղ ման են գալի ընդերի շորերով ու հագուստներով ու մեքենաներով։ Էդի մի թիմ է։ Հիմա տեսեք, հիմա մենք խնդիր ունենք կողմնորոշվելու, կամ նրանց կողմն կամ նրանց։ Երբ որ մենք կիսապրատ ենք անում ամեն ինչ, այլ ոչ ու փուշ նախկինները, ինչ արեցին։ Հելեները սենց խելոք դեմքով ասում են մենք Շվեյցարիա կդառնանք, եւ սրանք, այ աննասում ես խապում։ Ինչ եւ այնքան խաղաց երկու լարերը հեռացան ճողով։ Հիմա այս հիմարն էլ եկել է, տեսնա եւը չինում, նույն բանն է անում, բայց այլ բառերով, ասում ոչ են։ Բայց ԵՄ-ի են գնում հանրաքվեով փորձում են ԵՄ-ի անդամ դառնալ, ընդ որում ԵՄ-ն էլ հայտարարում է, որ անդամակցությունը այլևս փակ է, փաստորեն խաբում են բացի ժողովրդին։ Բա ինչ են անում։ Չեն խաբում։ Անդամակցությունը երբեք փակ չի։ Ուղղակի տերում են, որ դու չես համապատասխանում, դու մեզ հանցագործի ձեռը սեղմում ես, որ միջազգային ռոզիսկի մեջ է։ Այդ մարդը Պուտինը հանցագործ է։ Նա մանկապիղծ է, Հագայի դատարանով ռոզիսկի մեջ է։ Դու գնում ձեռը բարև ես տալի, բա ասի արիստեն, մի հատ Օրբան ունեն վերբովկա եղած Կրեմլի կողմից, չգիտեն այդ Օրբանին ինչ անեն, որովհետև չեն ուզում Արևմուտքը, ասենք ասենք Եվրոպան, Ռուսաստան չէ, որ վեկալի ասենք Մոլոտովի նման Ստալինի կամ ասենք Լենինի կամ ցանկացած ղեկավ կամ Պուտինի նման դեմոկրատի վեկալեք սենց արի։ Նա օրենքը պաշտպանել, ընդունել է, այդ օրենքի ձերը կրակնել են, բայց այլ ճանապարհներ են ման գալի, որ իրանք ասած օրենքը իրանք հայլու մեջ որ նայեն, չասեն ես ինչ պիղծ ենք մենք։ Այդ աստիճանի լավն են այդ ԼԳԲՏ-ները, ոնց որ դուք եք ասում, ԼԳԲՏ չեն։ Հələ գնացեք տեսեք Եվրոպայի ինչ ԼԳԲՏ ու ասես ասի։ Այդ մարդիկ կրակնել են այդ Օրբանի ձեռը։
Տեսեք, մի հատ վերբովկա եղավ, մեկը ունեն, մի հատ էլ ունեն Ֆիցո, չգիտեն հիմա ինչ անեն, գնան այդ պարադին, թե չգնան։ Ստեղ խնդիրը այն չի, որ, ասենք այդ պատերազմում մարդիկ են զոհվել, այո, իրոք զոհվել են։ Ես ձեզ ասեմ պաշտոնապես տվյալներ։ Ֆաշիզմի, գերմանական ֆաշիզմ կոչեցյալի պատճառով, այդ իրաց գործնեության պատճառով 50 միլիոն մարդ համացել։ Ասեն թվերը բոլշևիզմի պատճառով ինչքան մարդ համացել, 100 միլիոն։ Ու ես ձեզ ասեմ, առաջին աշխարհային պատերազմը բոլշևիկները, այսինքն սովետական միությունը եւ Գերմանիան միասին սկսեցին, լիասանը կիսեցին, ասին նորմալ է դա։ Պարոն Սարոխանյան, քանի որ մեր ժամանակը սուղ է, ես կխնդրեմ անդրադառնանք նաև խաղաղության պայմանագրին, այստեղ երրորդ կողմը չկա։ Նախ նշեցին պայմանագիրը, հիմա ասում են համաձայնագիր է, ու դրանով, ինչպես Արարատ Միրզոյանը հայտարարեց, շահելու է միայն Հայաստանը։ Ինչ է շահելու Հայաստանը խաղաղության պայմանագրով եւ արդյոք ինչպիսին է ձեր դիրքորոշումը, արդյոք հակված է կարծելու, որ այդ պայմանագիրը, համաձայնագիրը կնքվելու է։ Ես ձեզ ասեմ հետեւյալը։ Սա խայտարակության փաստաթուղթ է, որը չի կարելի ոչ մի դեպքում կնքել։ Դուք պատկերացնում եք, ես ունեմ պապուծս մնացած մի հատ 3 սենյականոց բնակարան, Չնայած դրանից առաջ 3 հատ շենք ինձանից խլել են իմ հարազատներին, պապուս հոպարներին, պապուս, սաղից սպանել են։ Շատ լավ, անցել է։ Հիմա ինձ ստիպում են ասում են, որպեսզի դուն էլ սաղ մնաս ու քո երեխեքը սուս մնա։ Հիմա այս 3 սենյականոց բնակարանի մի սենյակ մտել է։ Թաղապետը եկել է, ասել է թող ժամանակավոր էլ թող ապրեն։ Շուտ թուրքեր են ապրում։ Ասում լավ։ Հետո ասում չէ օրինական է, քանի տարի է ինքն ապրում։ Ու տան անդամներից հելնում են, ասում են խաղաղություն անենք, ում հետ արա։ Ում հետ, հələ մի գնահատական տվեք այս ամբողջ կատարվածի վերաբերյալ։ Արցախյան հարց, ով մտցրեց դա ազգի դավաճան է, դա հայկական հարց է, դա հայկական է, ով տարանջատեց հայկական հարցից Արցախը, ով Արցախին առանձին ստատուս տվեց եւ ով որ Հայաստանի դրոշի վրա պատ նկարեց ու կոչեց Արցախի, դրանք ազգի դավաճաններ են, Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչպես որ Նախիջևանը, ինչպես որ Ղարսը, ինչպես որ Գանձակը, վերջացավ, մնացած սա բառախաղերը, դե սենց է դե Արցախի ղեկավար ազգային ժողով, Արցախի ես համեր սենց մի բան ասել, այդ որ սենց վրա են տալի, շան նման, Արցախցուն կպնում են, կոչում են Ղարաբաղցի, ես նաև արցախցիներին են կոչանում, սիրելիներս, շատ արագ ձեր ուղեղների մեջ վերափոխվեք, դարեք Արցախցի վերջապես, գոնե հայրենիքից ժամանակավոր որ դուրս եք եկե, դուք ինքներդ ձեր մեջ դարեք Արցախցի, մինչև չդառնաք Արցախցի, Արցախը չեք տենա։ Պարոն Սարոխանյան, ինչ ասել է նշանակում Ղարաբաղցուց դարձեք Արցախցի։ Արդյոք դուք վիրավորում եք արցախցիներին դրանով։ Ես չեմ վիրավորում։ Ես չեմ վիրավորում, շատերը կան, ես շփվում եմ, իմ անձամբ իմ հարազատ մարդիկ իրանք արցախցի են, իրանք Արցախ բառն են օգտագործում, իրանք Արցախ բարակապակցությունն են օգտագործում, տապոնիմը, ցած ասել։ Երբի վրա դեռ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Արցախ։ Չպետք է լինի։ Ով է կոչել Լեռնային Ղարաբաղի։ Պատմությունն է այդ։ Ինչ պատմություն։ Հիմա մենք կոչենք մեզի Ղարաբաղի ինքնավար հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն։ Դուք պետք է չէ Լեռնային Ղարաբաղ։ Դա թշնամին մեզ կոչել է Լեռնային Ղարաբաղ։ Հիմա թշնամին մեզ կոչում է Արևմտյան Ադրբեջան, թշնամին մեզ կոչում է։ Պարոն Սարոխանյան, մենք հիմա կոչենք Արևմտյան Ադրբեջանի Հայաստան Հանրապետություն։ Ղարաբաղ բառը առաջին անգամ օգտագործվեց 12-րդ դարում, ընդ որում պարսիկների կողմից։ Հետագայում օտարի, ուրիշների տիրապետության տակ են գնել։ Լինենք ռուսական տիրապետության տակ գուբերնիա են դրել։ Հիմա մենք կռիվ տանք Գյումրիի համար, ասենք չէ, առաջինը ցարը դրել է Ալեքսանդրապոլիս։ Արա դե օտարն է դրել, օտարը։ Հասկանալի է, որ մենք եղել ենք օտարների տիրապետության, պարսիկի, թուրքի, ռուսի եղել ենք, այսօր պատմությունը մեզ հնարավորություն է տվել ազգայնանալու, լինելու հայ,
վերադառնալ մեր արմատներին։ Մենք ընտրում ենք այդ արմատներից այն ամենավատը եւ նվիրվում ենք դրան։ Ատամներով պահում ենք։ Փոխանակ ասենք, հա, ճիշտ է, էլի, արատա։ Եկեք կամաց ազգայինին վերադառնանք։ Ես հասկանում եմ այդ սովորության իներցիան, հա, մենք Ղարաբաղցի ենք։ Արա, դե օտարի բառը։ Արցախցի եք դուք, ձեր կյանքին մեռնեն։ Դուք Արցախցի եք։ Արցախի հայրենիքն է։ Լեզվամտածողության մեջ չկան այլ փոխառություններ, այսպես ասած։ Լեզվամտածողությունը շատ մեծ դեր ունի։ Շատ մեծ դեր ունի ազգի կայացման մեջ։ Ու մենք ինչքան ուշ անդրադառնանք այդ իմ ասած խնդրին, այդքան ավելի շատ կտուժեն մեր ժառանգները։ Մենք պետք է փոխանցենք։ Գոնե մեզանից սկսենք, հա։ Ամեն մөр թող ասի, ես ինձանից սկսում եմ։ Այդ լեզվամտածողությունը ես հասկանում եմ։ Այսօր ես ինչի համար այդ ամբողջը բան արեցի։ Եվ այդ պատրվակի տակ ես ուզում եմ հենց նշեմ այդ վատ կողմը, որ շատ ու շատ ինչ-որ իրանց գործիչ համարող կամ բլոգեր համարող կամ ես իմիջ կպնում են, հա, լավ Ղարաբաղցիներին։ Լավ կպնում են։ Այս արի դուք գնացեք, դուք ով եք, Լսեք այդ խեղճուկրակ ժողովուրդից, մի հատ հիմա ես արցախցի եմ, հիմա անդրադառնում եմ, այդ տականքներ, այ երևանցիկ, այդ ուր հելակ փողոց եմ գոռացիկ միացում, ես եմ միամիտ գյուղացի մարդ եկա միանալու, հիմա ես կոտորում են, ասում եք, չէ մենք քացիկ էլի ասիկն արցախցուն, հա։ Միացումը Ստեփանակերտից սկսվեց, Ստեփանակերտի վերածննդի հրապարակից։ Երևանի հրապարակում գոռում էին միացում, Երևանի հրապարակից սկսվավ։ Ու հերի, ու եթե կապ չունի մի օր թե երկու օր տարբերությամբ ընդեղ տեստեղ։ Դե ընդեղից ծնվեց։ Միացումը փաստորեն արցախցիները Արցախներ ուզում միանալ Մայր Հայաստանին։ Ոչ թե Մայր Հայաստանը Արցախը ճանապարհին չուզեցան։ Ինչու գետը թռնում։ Դե դա այլ հարց է արդեն։ Դա այլ հարց չի։ Դա նույն հարցն է։ Նույն հարցն է, որ մուտիլովշիկները, այսպես իրանց ռուսերեն, սիրած ռուսերեն բառերով ասեն։ Այն որ 100 մետրանոց դրոշը տանում են տատիկ պապիկի մոտ, ռուսական դրոշը։ Ռուսներ վերջում կայնավ նայեց, ինչ խաղապան, ինչ բան։ Ինչ խաղապան։ Արցախի պարագայում ելքը, հիմա նայեք ես մի բան ասեմ, այ երբ որ մարդուն կալանավորում են, ելքը ասում են, կարա, դերը թափ ու փախի։ Չի լսում։ Դե ինչ բան, ասեն ճիշտ է։ Օրենքը սենց է։ Շեֆն ասել է։ Երբ որ տանում են արդեն կալանավոր են պրծել են, մատրակները ծեծում են, արա ասում են, ես քեզ սղոցի թռի։ Չի ասում, չէ, ո՞ս կարելի է։ Մի խոսքով բերե հասցրել են արդեն կախարանին, հիմա ասում եք ելքը որն է։ Ես կարագարին էլ գիտեմ ելքը որն է։ Ես քեզ ասեմ որն է ելքը։ Ասեմ Հիմա նայ, մենք թե առաջնորդվում ենք արդեն գոնեների տարբերակով, գոնե լավ ես վիճակում, արդեն ուշացել են գնացքը գնաց, են գնացքը գնաց, են գնացքը գնաց, լավ գոնեից վիճակում ինչ անեմ։ Երրորդ տարին գոռում եմ, գոչում եմ, բացի դրանից, որ ես ազատամարտիկ եմ, ես նաև, ես երրորդ տարին Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահն եմ։ Այսինքն դա այն կազմակերպությունը, որ համացանցային է, եւ կոչա եւ համախմբում է աշխարհի բոլոր հայերին եւ ոչ միայն հայերին, այլ նաեւ օտար ազգիներին, ովքեր գտնում են, որ Հայաստանը պետք է անկախ լինի։ Գոնե համացանցային այդ կապը, որտեղ մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը այն աստիճանի է ծնկի բերած, որ արդեն էլ ոչ մի բանի չի հավատում, ով ասում է հելեք փողոց մի նվիրյալների մի քանի քանակա դուրս գալի, լավ, այսերով մենք կարող ենք գնալ։ Հիմա տեսեք, այս կազմակերպության ներքո երրորդ տարին մենք գոռում կոչում ենք, որ տեղային ինքնապաշտպանական բաներ է պետք ստեղծել, ջոկատներ։ Կարծես թե կա, չէ՞, կարող Տիգրան Մեծային, ինչը ասացի Դավիթ մեկը, չէ, դա վերջացավ։ Չի կարող լինի։ Քաղաք պաշտպանության համակարգը պետք ստեղծել։ Այսինքն յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր փոքր քաղաքում, այ ես հիմա հարց եմ տալի։ Ասենք նա տրիվոգա եկա, որ ռմբակոծում են։ Մենք ուր ենք փախնել, այ մենք եկեք ով։ Բանում եք նկող։ Դուք ձեր տան ունեք նկող։ Չգիտեմ, կարող է շո մեկ ունի հարուստ է, լախտի լավ թալանելա, խորը փորելա։ Լավ մի 10 հոգի, 100 հոգի, 1000 հոգի, բայց ժողովուրդ է։ Պարոն Սարոխանյան, եւս ուրեմն այդ համակարգը միջև չստեղծվել, այդ դուք ասում եք ինչ անել, չէ։ Ես անելը քաղաքական առումով ես գիտեի թե ինչա պետք անել։
Այսինքն ժամանակ հիմա եկել են փուլը, որ գոնե հիմա զբաղվենք, արա գոնե քիչ զոհ տանք։ Վաղը Թուրքիան ռմբակոծեց ռուսների թույլ տվությամբ։ Պարոն Սարուխանյան, կրկին մեղադրում եք Ռուսաստանի Դաշնությանը եւ նշեցիք ձեր խոսքում, որ տատիկ պապիկի դիմաց ռուսական այդ հայրենականի նշաններ, հա, դրված, առանց Ռուսաստան, եթե Ռուսաստանը չկա, եթե Արցախը հայաթափվեց, եղավ գաղթ, եղավ պատերազմը, ինչ արեց միջազգային կազմակերպությունը, ինչ արեց Արևմուտքը, Եպեք դուք ԵՀԿ Մինսկ խումբը, համանախագահները, Ֆրանսիան, Հայաստանի Հանրապետական կուսակցության, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, ազգային ժողովում, այս ոչու փուչին բերեց ընտրեց վարչապետ։ Բա 3 միլիոն վարչապետը հանրապետության հրապարակում էին։ Ո՞վ է։ 3 միլիոն վարչապետները, այո։ Ո՞վ ասեց։ 2018 թվականի Ես տեսել եմ հրապարակում եկած մարդիկ արհեստական հավաքած։ Ես տեսել եմ, որ այն ժամանակ ռեկտորները աշակերտների դեմը դռները փակում են, ասում են գնացել։ Ես իմ աչքով եմ տեսել։ Ես տեսել եմ Վովա Գասպարյանը, ոնց է հրամանտանը եւ ոստիկանները քաղաքացիական հագուստ հագնված դուրս էին գալի փողոց, գոռում էին Մերժի Սերժին, Սեմուշկա էին չրտում ու ծիծաղում էին։ Մենք այդ տղեկով նայում ենք, ասում ենք, «Էս տղեն չի արա, էս ոստիկանը չի մեզ բերման են»։ Դու մի ասա սկզբի ժամանակ, երբ որ մարդիկ չէին հավաքվում, ամբողջ իշխանական լծակները միտված էր նրան, որ հրապարակ մարդ բերեն, որտեղ այդ ծրագիր ունեն։ Նիկոլիկի բերել իշխանության, ոչ, այդ իրաց որոշումն է, ոչ, որտեղ Պուտին պապան հրամանակ տվել, տվեք սրանց, որ այս ստորագրի տա, հետո կհանենք։ Հիմա գնացել հակառակ պրոցեսը։ Այդ տղա, Ռոբերտ ու Սերժը թավանջի էին, խին ազատման գալու։ Ես հեղափոխություն եմ արել, մի բանի մը, որ այս երկուսը նախում դած են, խիչ են դատված։ Հիմա հակառակ պրոցեսն այդում։ Հիմա աճեցնում են նրանց նորից։ Դուք տեսեք ինչ կարուսել են սարքել։ Սախը պարզ երևում է։ Պարզ անձեն աչքերով և անհնար է չտենալ։ Այսօր գնում է Մոսկվա, միայն այն մարդը, ով վերջնականապես ստրուկ է։ Պարոն Սարուխանյան, դա նաև մեր հաղթանակներ, մեր 600,000-ը մեր հաղթանակներ չի։ Հիմա կներ է, այսօր Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է վարում։ Սենց վարում։ Այո։ Բուրյատ ազգին, օրինակ Բուրյատ ազգին շատ պետք է հաղթանակը։ Դե ժամանակ 15 հանրապետությունից կազմած 15 չէ, 35-ը։ Այն մնացած ավտոնոմներն էլ հետը հաշվի, որովհետև կապ չունի ավտոնոմ ես, ինչ ես մեկը պետություն չես դու։ Դու բռնազավթված ազգ ես, քեզ զավթել են, հետո քո տարածքից մարդկանց տանում ասում են արի իմ համար կռվի, քո գործը չի, ես կասեմ ինչ կան։ Հիմա Բուրյատի հիմար, Ուկրաինան ինչ։ Ու հիմա Բուրյատը վաղը նշի Կիևի զավթում։ Բուրյատին ինչ։ Նա պետք է ընդամենը ընդունի, որ իրան բռնազավթել է, ու եղել այդ կայսրության անդամ իրան որպես մսացու տարի օգտագործել է։ Ես նորից եմ ասում, 600,000 տղամարդուց Հայաստանի տարածքում բնակվող այն ժամը 41 թվից սկսած է պատերազմի թվերին 350,000 տարել են կոտորել են։ Ոնց ասենք բնակչության կեսը։ Այսինքն Ռուսաստանի 100 միլիոնից տանեին 50 միլիոն ռուսին կոտորեին, այս ինչ է կա, 1% են դրեք է։ Այն ժամանակ Ադրբեջանը որ թիվ էր տալի, թիվ, որ ես էլ տվեցի բանակին 500,000, այդ 500,000 տված հալալ կեսը հայեր էին, Բաքվից, Կիրովաբադից, Արցախից հայերին հետ մի քիչ էլ թուրք բան էին անում, էլ Վրաստանից ուղարկում էին կռվելու, էլի հայերին էին շատը տանում, Աֆղանստանի պատերազմիներ էր այդպես, որոշում կար, քանի որ տեսքով նման են աֆղանցիներին Կովկասի ժողովուրդը, Զակավկասկի վայնի օկրուգին հանրարական տալ ավելի շատ տանել, Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստան, էլի նրանք էլ հայերին, մենք էլ հայերին դուղար, արա էլի հայերին կոտորեն, ես, էդ իմ հայրենիքը չի եղել, ես բռնազավթված եմ եղել, Զորովին պապուն եկալ է տարել էր, մեկն է դարել է սովետական միության հերոս, տարել է, բայց ում համար է կռվել, ու այսօր, այն Արցախի մի գյուղ
ազատագրող են 18 տարեկան երրագրում պարկած տղեն ինձ համար արժեն է 4 մարշալին 100 գեներալին եւ 1000 են հայրենական պատերազմի հերոսներին այո իմ ազգն է այո իմ պապերն են այո կոտորվել են այո մեռն եմ իրանց արիրանը ես նույն ձևի իրանց ցավում եմ իրանց համար ոնց որ 1.5 միլիոն մեր մյուս հայերի համար որ անմեղ վարշե կոտորվան Թուրքիայի բանակում, Օսմանյան կայսրության բանակում 60,000 հայ կոտորեցին, կանչեցին զորակոչի ու կոտորեցին թուրքերը։ Բայց նա չեն փառաբանում, որ մեր հայերը Օսմանյան կայսրության կազմում սենց հաղթանակներ ունեն։ Ախր դուք հասկացեք, դեք ում համար ես դու կռվել։ Քեզ կանչ է տարել են, որ ինչ անես։ Որ ինչ անես, Կուրիլյան կղզիներ ազատագրես, հետաս մեռնես։ Որ ինչ, որ Կուրիլյան կղզիներ Ճապոնիայից վեգալ են տան Ռուսաստանին։ Իսկ Հայաստանի, արա դե կոնը մասիստար, գո գործը չի, ես կորոշեմ։ Պարոն Սարոխանյան, սա երկար քննարկման հարց է։ Սա տեսակետն է, ես նորից փառք մեր բոլոր զոհվածներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրանց կյանքն են նվիրել, ճիշտ է այն ժամանակ գուցե եւ իրանք գիտակցում էին, թե փառք գործի համար են դա անում, բայց մեր արունն է, ես այսօր նույն ձևի զղջում եմ նրա համար, ովքեր ի սրտի հրմիջեր վերջ այսօր հավատում որ Ռուսաստանը փրկիչ է։ Ագր Ռուսաստանի ստորագրությամբ այդ Արցախը հայտնվել, Ադրբեջանում, նախ ինչի է հայտնվել, որ այսօր չմեղադրենք ու դե ինքը եկել 6 հոգի զոհ տվեց։ Եվ այդ քեզ բան։ Պարոն Սարոխանյան, ավարտենք մեր հարցազրույցը, փառք ու պատիվ մեր բոլոր նվիրյալ հայրենիքներին։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազատամարտիկ Գագիկ Սարոխանյանն էր։